Ժողովուրդ օրաթերթի ներկայացրած ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է քննության։ Այս հաղորդման առիթը մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցն էր, որի ընթացքում թերթի լրագրողը հարց էր ուղղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Լրագրողը հիշեցրել էր, որ վերջին տարիներին տարբեր քրեական գործեր վերաբացվում են նախկիններում հնարավոր թաքցված հանցագործությունները բացահայտելու նպատակով եւ այդ համատեքստում հետաքրքրվել էր, թե ինչու չի նախաձեռնում վերաբացել 2017 թվականին հարուցված այն քրեական վարույթը, ըստ որի հրապարակված տեղեկություններով վերաբերվում էր քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արտուր Հովհաննիսյանին, ում մեքենայից 2017 թվականին հայտնաբերվել էր 0.24 միլիգրամ թմրանյութ, ինչից հետո վերջինիս ձերբակալել էին։ Իսկ ով էր եղել նախկին իշխանության տարիներին այն պաշտոնյան, որի միջամտությունից հետո գործը փակվել էր։ Ես այսօր իրավապահ մարմինների համապատասխան պաշտոնական փաստաթղթով եմ եկել։ Ձեր իշխանության տարիներին մի շարք քրեական գործեր բացվում են, վերաբացվում են եւ ըստ էության նպատակը նաեւ մենք ինքներս ենք ականատես լինում նախկինում թաքնված դեպքերը ի հայտ բերելու։ Բայց այստեղ մի քրեական վարույթի մասին եմ ուզում հատուկ շեշտադրել։ 2017 թվականին քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արտուր Հովհաննիսյանը իրավապահների կողմից ձերբակալվել էր եւ կա իմ ձեռքում այս պահին պաշտոնական փաստաթղթը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ ոստիկանության։ Ես կուզենայի հատուկ ձեզ տրամադրել, եթե կարելի է, եթե անվտանգություն դեպք։ Պարոն վարչապետ, ես հետաքրքրվում եմ, ինչու դուք չեք հրահանգում այս գործը վերաբացել, որովհետեւ ըստ էության նախաքննական մարմինը ունի կոնկրետ հաստատումները կան եւ միգուցե վերաբացումը օգնի պարզել մի հանգամանք, թե օրինակ ինչ հանգամանքներում է գործը փակվել 2017 թվականին։ Հանրապետական կուսակցության օրինակ, որ կարկառուն պաշտոնյան է միջնորդել կամ միգուցե Հայաստանի Հանրապետական կուսակցության իրավապահների զանգարել, որ այս գործը փակեն։ Պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ, եթե իրավապահ մարմինները որևէ խնդիր կունենան գործի վերաբացման կամ որևէ հանգամանքներ կկաշխանդի իրենց կամ որևէ խնդիր կառաջանա գործի վերաբացման մասով, մենք պատրաստ ենք համապատասխան ինֆորմացիայով իրավապահ մարմիններին օգնել, աջակցել։ Այստեղ պարզապես հարցը բարձրացնում ձեր քաղաքական համաձայնությունն է պետք, որովհետև Արտուր Հովհաննիսյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարն է։ Իրավական գործընթացը ես կապահովեմ, հաղորդումը կներկայացնեմ։ Շնորհակալություն։ Քաղաքական համաձայնությունը իրավական կատեգորիա չէ, եւ ինչ որ դուք ասեք, եթե չեմ սխալվում, ուղիղ եթերում եք, չէ։ Իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածը ընդունել որպես հանցագործության կամ գործողության մասին հաղորդում կամ դիմում եւ օրենքով սահմանված ընթացք տալ։ Պարտավոր է։ Դրանից հետո ժողովուրդ օրաթերթը պաշտոնապես հաղորդում էր ներկայացրել դատախազություն հղում անելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ կետին եւ խնդրել էր իրավական գնահատական տալ ներկայացրած հանգամանքներին։ Թերթը պահանջել էր պարզել, թե ինչ պայմաններում է փակվել 2017 թվականի քրեական գործը եւ արդյոք եղել են իրավապահ մարմինների գործունեությանը հնարավոր ապօրինի միջամտություններ։ Դատախազությունից ստացված պատասխանի համաձայն հաղորդումն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե հետագա ընթացքը լուծելու նպատակով։